Դաժանաբար սպանված 1 տարեկան Ալեքսանի մայրը Մարիամը հուսահատությունից անիծում է որդու մահվան համար մեղավորներին։ Կյանքի համար 5 օր պայքարելուց հետո փոքրիկը այս առավոտ է հոգին ավանդել Աստծուն։ Նրան ծեծելով մահվան դուռն էր հասցրել երեխայի մորզուկ ընկերոջ կամ նախկին ամուսնու նոր կողակցուհին։ Մարիամը նրան ընկերուհի է համարել։ Ընկերուհի բառը չփչացնենք դա պիղծ ես իմ ինչ-որ մեկով։ Ես իրան ընկերուհի ճանաչել եմ։ Նախաքննության տվյալով 1 տարեկան տղային 1.5 ամիս բռնության են ենթարկել։ Մայրն ասում է չի իմացել, որ փոքրիկին պարբերաբար ծեծել են։ Իմացել եմ, որ էտորն են խփում։ Ես չեմ իմացել։ Իմանայի շուտ կգնայի կվերցնեի մոտներից։ Ըստ նրա իր երեխայի հայրն էլ է այդ կացարանում ապրել։ Ես չգիտեի ինչ կարա լինի, որովհետև հերն էլ էր այդտեղ մնում, ես չէի մտածի։ Որպես ավելի ապահով է։ Մարիամն ասում է, ստիպված է եղել տղային թողնել ուրիշների խնամքին։ Ինքն աշխատել է, որ տուն վարձի Երևանում։ Հիմա էլ փող չունի, չգիտի ինչպես է հոգալու երեխայի հուղարկավորության ծախսը։ Ոչ մի բան չունեմ։ Դարակերտի այս տանը, որտեղ ապրում են Ալեքսանի տատն ու քեռիները, թարմ լվացք է փռած պարանին։ Փոքրիկի հարազատները լրագրողի երես չեն ուզում տեսնել։ Գյուղացիները ցնցված են ողբերգությունից։ Շատ ցավալի է։ Այդտեղ ծնողներին կարելի է ապշեսի ինչ անել, որ մարդիկ իրան են տալի, որ երկու սիրուն զավակ ունենան, այդ դեպքն են։ Իրանք էլ։ Այլ։ Դե այդ իրանց էլ ոչ մի բան չի տակում։ Երեխա կսպանեն, երեխա կծեծեն։ Գյուղացիներն ասում են, որ Ալեքսանի ավագ քույրը, որ տատի տանն էր ապրում, կարող էր նույն ողբերգական ճակատագիրն ունենալ։ Լավ է, որ աղջնակին երեխաների խնամքի կենտրոն են տեղափոխել։ Էն էլ այդ ձևի ճնշված մեծացել էլի հիմի։ Հա։ Հա, պարզ չի, եթե այն մեկը տենց է, այն էլ իրա բախտը բերելա սաղը մնացել։ Հայաստանում 5 օր աղոթում էին, որ կոմայից դուրս գա փոքրիկ Ալեքսանը։ Մարդիկ հույս ունեին, որ այս սարսափելի պատմությունը կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Մանավանդ, որ 2 օր առաջ առողջապահության նախարարը վստահեցրել էր, բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը արտահայտել մեր ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճիշտ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։